Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Նոր եմ վիկացել, դեռ կոֆե-մոֆե չեմ արել։ Ասի մի հատ դուս կամ դուռը, հլատենամ ինչ կա չկա։ Մարդիկ իրանց ապրանքը հանդն են անում, հայհույն են անում, որ դռնիցը դուս կան գնան ըրածելու։ Թենց։ Բայց եղանակի միտքը խարաբա աչքիս, այսքան վաղ տարևը պլպլին չտվուց, դժվար թե երեկվա պես օր ունենանք սոր, թե երեկ լավ արևեր, շոքել էր, բայց են կրանը ես տենում եմ արդեն, որ իմ հեռու հրևանը տեղաշորա դուսացել, որ արև դուս կա, արևին ա տվել էլի տեղաշորը հրեն են, Այ հուսանք, որ արևի պոզ դուս կգա, հետո այս աշունքորով սորել կտքանանք։ Իմ սարերի շարանը, իմ լեռնաշղթան, փագա, ամբերը փագոտել ա, արևն ամբերի տակին ա, գնամ ճուտերիս, հավերիս կուտ տամ, հա, հետո նոր կգամ կոֆե կխմեմ։ Ցուրտ ա։ Օրը որ մրցնած ալում, սենյակն էլ ալութնելու, ուրեմն սիրել հետևորդներ ջան, այս էլ են սիրուն բաներն ա, որ ասի լիսով արևով շանց կտամ, բայց ես մին այս կրանը դնեմ, հետո կոֆեն էփեմ, այս էլ տեղը հանայել էլ, երեք ծուգն էփելուց հետո էլի ստիլավ սրբել եմ, որ ալոտը վիկենամ, իմ կոֆեն դնելիս, իմ գազը երեսը սիրուն էլի, ես իմ առաջի կոֆեն ասորվա, դուք էլ ձերը դրեք, բայց գիտեք էլի, որ առաջվա կոֆեն պետք է լռության մեջ խմենք, սիրելի հետևորդներ ջան, կոֆե սեփում եմ, հետո գնամ դուրս, բալկոնում նստիմ, ընդի կոֆես խմեմ, այս ամանին էր պրպլումն եմ գցել, կոֆես էլ լցնեմ, Գյորգին այս տեղը տակա բացայել էլ, այս ինչքան ա սիրունացել, ընտիր, լավ, մոդիկ բերեմ, մի հատ էլ մտիկ անենք էլի իրար հետ, այս ինչքան ա սիրուն, քանդակած ա, ինձ թվում ա այս էլ բաց կլին, քանի որ ռեգվա վրա այս կոկոմնին զգում եմ, որ բաց ա ալում, լոտենամ խուջուրը ցմոքել չի, դեռ կա, բայց մի քիչ ավելացնեմ, այ որ ուշադիր էլինք, այն մնացած կոկոմնին էլ երևի բաց կլի, այս ինչքան էլ խմել է, Գյորգինան ու վարդը շատ են ջուր խմում, այս հրաշքը ոնց կոտրվեց, սիմայի վրա ինչքան եմ դեռ ջղայնացած եմ, այս կրանը դեմենք ստիրիրա տեղը ավելի սիրուն է, անգամ այս ճյուղը, ինքը տեղովը, հրաշքա, որ սենց մի հատ նայում ենք, հանգստություն է էլի մեզ տալի, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, թե ինչ սիրուն բաներ էի առել, հմի սաղուտել շանստանում, այս սկուտեղը կերամիկայից ու շատ իմ սիրելի գույնը, շոկոլադի գույնը, կարելի է այս արդիվ մի բան թխել, խանութում որ առնում էի, ես չեմ սիրում, որ էդի առլիքն էին կպած, բերում ենք տուն, ընդիև էդ պոկել եմ տվել, բայց տեղը դեռ մնում է, պետք է այս լավ լվանամ, հետևը այս ձևով է, որ սենց սեղանից մի քիչ բարձր էլի, ու այս սենց սիրուն է, այս մի սիրունություն, սրանք առանձին տուփերով չեն, քանի որ սա 6 հատով մի տուփում ալում ու սենց առանձին են իրանք ծախում,
Իսկ այս մեկը կոֆեի բաժակներ, սիրելի հետևորդներ չան։ Ծներ, Սիման, ահա, Սիման, ահա, ասել կոֆեի բաժակները, սիրելի հետևորդներ չան, համապատասխան այդ սկուտերի հետ, ես ահանի բացան եմ, ես էլ սկոճով աստի կպցրած, դելով է, որսենց մնա, ես կդնեմ ստի, տեղերը կփոխեմ ես էլ, ես թվում է, ես եղանատի հետ, ես վիրուսներից չունեմ բանկարց, քանի որ զգում եմ ինչ-որ մի բան այն չէ, բայց այս պահին ես կոֆե եմ ուզում, չայ խմելու տրամադրություն չունեմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ես էլ ստել սկոճով կապած իրարից, ահա, ասենց, սկոճի թելով, առանձին, պոխիս ինչքան հրաշալի տեսք ունի, յուրահատուկ, ահա, ու ամեն մի ապսեն, այս կոֆեի տարբեր գծանաշխերով է, նույնը հետևի մասը, մեկը մուկ, մեկը բաց, մեկի գծերը մի ուրիշ, յուրահատկություն է ուղղակի, քեզ հետաքրքիր փաթեթավորում, կոֆես արդեն ուզում է էփի, քանի որ շատ սիրեցի, այդ պատճառով էլ ուզում եմ բոլորը հատիկ առ հատիկ ցույց տալ, այսպես, այս ապսեները, ու ոնց ապսեներն ասենց տարբեր, իմ կոֆեն էփեց, բայց այս բաժակները պետք է մի հատ լվամ ու նոր դրանով կոֆե վայելեմ, այս իմ բաժակի մեջ կլցնեմ, բաժակներն էլ ցույց տամ, հետո կգնամ կոֆես կխմեմ, այս է կլվամ, կշարեմ, այդ հենց, այս էլ բաժակները, սիրելի հետևորդներ չան, այդ կողմը բաց, այս կողմը մուկ, յուրահատկություն է ուղղակի, այդ սկուտեղի մեջ եմ շարում, որ տանեմ լվամ, էլի մի կողմը բաց, մի կողմը մուկ, գծեր, արդեն շատերը գիտեք, որ շոկոլադի գույնը, դարչնագույնն ու այդ գույների մեջ իմ գույնն է, չնայած կարմիրն էլ եմ շատ սիրում, շատ կարմիր հագուստներ ունեմ, այս շորս էլ գիտեք, որ ինչքան եմ հագել ու շատ եմ սիրում, այս շորս, որ հագնում եմ, տան ավելի հանգիստ եմ ելնում ու ավելի թեթև եմ ինձ զգում, ահա, սիրելի հետևորդներ ջան, բոլորը յուրահատուկ գծերով, ուզում եմ տուփից բոլորը հանեմ դե, այս մեկը ավելի մուկ է, հետաքրքիր ուղղակի, իսկ իմ ասած այն թեթև փոքր սինին դեռևս չեմ գնել, հենց որ ես տեսա, որոշեցի սա վերցնեմ, հիմա այս տուփը մի կողմ դնեմ, երևի այս տուփն էլ կպահեմ, պետք է գալի տուփի մեջը այսենց է, միրգ կդնեմ, միրգ կդասավորեմ, հետո իմ տաթևիս հետ Երևան կուղարկեմ, սա մի կողմ, ու այսենց մի հատ, տեսեք թե ինչքան սիրուն է, սլայոննի խմոր ունեմ, տեսնեմ, եկել տեսար թխեցի, դե սիրելի հետևորդներ ջան, մեր կոֆեի բաժակը վերցնենք, հետո գնանք, մեր սիրելի վայրում նստենք, առավոտյան կոֆեն վայելենք լռության մեջ,
որ ամբողջ օրը կարողանանք հանգիստ անցկացնել։ Ես միշտ այդպես եմ վարվել, դուք էլ այդ ձևով ու կտենաք, որ ինչքան թեթև անցկանում ձեր օրը, դե գնանք։ Կոֆեն առանց ես խմեցի, հետո գնացել եմ կանանչել եմ հնձել տվել, հետո եղանակը, որ մի քիչ սառն ալում, ճուտերս այս կրանը բքուր են գալի, հրես են սայ, ծվար են անում իրար կշտի, մինը մնից հետը քանում են, այս հենց որ կերած գուշտ են ելում, հենց հանգիստ են ելում, ճաշվակերի ժամը չի դեռ, գործի գնալուց առաջ եմ տալիս էլի, ասեմ մի քիչ էլ գամ ստիմլոլ անեմ, լադես ես կրանրեսից ճուտերիս մտիկ անեմ, մլոլ տամ էլի բալի թե եղանակը բացելի, որ են մի կոֆեն ձեր հետ խմեմ, երեգասի չէ, որ եղանակը լավն էլի, քոթուկն ու կշտին կնստի, համ գործ կանեմ, համ զրից կանեմ, բայց սառը քամի ապչում, գիտեմ ոչ թե այս ոնց դիմ դասավորել, եղանակի միտքը իրոք խարաբա, կկալքերն էլ են դաղնվում արդեն, այս հա տերևաթափ էլ կսկսվի, իմ բաղջումը դեռ տերևաթափ չի, բայց մեմ են ծար, հրեն են ռեսին, տերևնին կարմերոտին ատալի, մի քիչ էլ մլոլ անեմ, բալի թե արևի պոզը դուրս կա էլի, չէ, միտքը չունի, Սիրելիներս պատրաստվում եմ ձեր հետ կոֆե խմելու, շել այդ տորթիկն է, որ տաթևիս համար պհել էի, բայց հետը չտարավ Երևան, քանի որ շոք էր, ասինք ճանապարհին չի դիմանա։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ուզում էի, որ խաչապուրի թխեմ, բայց հավերս դեռ ցու չէին ածել, ես էլ ուրիշ գործերով էլա, Կերը տվի ճաշվա, գնացի գործի եկա, հլա դեռ մի քիչ էլ հանգստացել եմ, քանի որ եղանակի միտքը հենց խարաբել մնաց, սա օրը միալարի մնաց, վերջ ասի դե լավ, վեր կենամ, գործ կանեմ, համ էլ մրսի լսել կկորչի, այսքան կտրեցի այդ համովությունից, սիրելի հետևորդներ ջան, չանգալդանակն էլ հետո բերել եմ մի անգամից, որ վայել եմ, մի պուճ ուրելա քոթուկն ու կշտին կնստինք, էլի, Ես էլ արդեն լվացել եմ, տեղավորել եմ ըստի հետ, դեռ չեմ տարել որդի պետքա, ձունել եմ լվացել, երևի մի քիչ գործ կանեմ, նոր որ գամ տուն, նոր խաչապուրի կթխեմ, խմորն էլ էի հանել ըստի թողելու գնացել, որ գա սենյակային ջերմաստիճանի, հմի ես էլի մի կրանն եմ դնում, ըստի չի խնգարի, հետո ես Պլիտքից էլ կար միլկի, կտրելով, այնա այսքանն է մնացել, այսքան, երկարավ է, շատ էլ դիտեք, եթե ձեր սիրելին է, այս էլ մանրացնեմ, այս սիրուն ամանի մեջ, Չասվեն բերեմ, սենց մի կողքի տանեմ, որ սաղ տեղը իստի, հետո կոֆե սեպեմ, այս բաժակները չապել չեմ, այ չգիտեմ, թե նրա չապով է, թե չէ, բայց իմ սովորական չապովը ես կեպեմ, եթե քիչ կլի, դե բան չկա, սոր կոֆեի գնանը գերակատարել ենք արդեն, ես էլ, երևի դուք էլ, Այս ինչի չմիացավ, ծրտումը, ձեզ լավ նայք չի հիվանդանա, սիրել հետևորդներ ջան, սրա մեջ կտեղավորեմ, որ տանեմ դուրս, մի անգամից էլ շատ չգնամ գամ, Ձուն կմնա ստեղ, այս ապսեի մեջ չխանգարում, այս մի ապսեմ կվերցնեմ, որ իմ նոր բաժակով իմ կոֆեն բայել եմ, սիրում,
Այստեղ մի քիչ սառն է, քանի որ եղանակն էլ է սառը ցուրտ է։ Մի պահ մտածեցի ասի մածոն կգսեմ, բայց թե մածոնը գաթի մարա լավ, նազուկի հմարա լավ, ասի դեսա ինքը թեթև խմոր է, էլի հանկարծ իր վրա ծանր կնստի, հետո լավ չի բրցրանալ, ասի ավելի լավ ճամփա պահեմ, հավս ձուած է, ձու կզանգեմ, ձու կգսեմ։ Դե խաչապուրը ձունը ավելի լավը, մածոնը մի տեսակ իրա վրա արդեն ծանր կնստի, երբեք մածունով փորձել չեմ, միշտ ձվով եմ արել։ Ահա, բուբուշիկս։ Այ սիրելի հետևորդներ ջան, ձեռքերը սաղ ճանկրտած է, քանի որ այդ փուջուրջուտերը, որ դուս են գալի տունարած տեղիցը, բռնում եմ, հետո ասենք, որը դուս է գալի, թևերը խուզում եմ, ու այդ պահին այսենց այս վիճակի մեջ է մտնում իմ ձեռը։ Այսենց, ամեն դեպքում մի հատ կտրեմ այս խոմորությունից, մի հատ նախապես մինչև կոֆես կլինի։ Ես իմ պատրաստությունը այսենց սիրուն տեղել եմ, շալետորտնել եմ 2 շերտ կտրել, կոֆեի բաժակն էլ մեծ է իմ սովորական բաժակից, այսքան լցրել եմ, սովորական, որ միշտ այդ չափով չափում եմ, ու մի քիչ պակասան, փաստորեն այս բաժակը լավ էլ թափով բաժակ է։ Ինչքան էլ եղանակը ուզեց խանգարի, ահա։ Եկեք կոֆե խմենք մեր սիրելի վայրում։ Քանի որ այս մեծ քոթուկի վրա որ պետք է տեղավորեմ այս ամեն ինչը ծաղիկներով ազբաղեցված, երեք ոնց մշակել թողել էի, հենց այդ ձև էլ մնում է։ Ու քանի որ լիքը գործեր ունեմ, եղանակն էլ սհե խարաբա, տենում եք էլի։ Հա։ Հետո հենց կվայելեմ ես իմ կոֆեն այս անգամ, նաև ցրտերը հաղորդել Սուրենյանը, երևի արդեն կարդացել եք, որ ամսի 10-ին, 11-ին, 5-ից 6-7 աստիճանով եղանակի ջերմաստիճանը կիշնի ու ցրտեր կլինեն, անձրև կլինի։ Մեր կշտին արդեն սկսել է։ Միհրևանս դրուժվող փետ է կտորում, հմի այդ ձենը տինք լսել, ես դեռ իմ փետը բերել չեմ, այդ մասին դեռ չգիտեմ ում պետք է ասեմ, շատ դժվար հարց է ձմռվա փետի տուն հասցնելը, ինչքան էլ ուզում է, որ ասենք գիտենք ինչ կա, չկա, բայց մինչև փետը դուրն ենք հասցնում, ոնց ասած ֆոքիներուս դուս է գալի։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, երեք թե որ մթնեց գործս էլ կիսատ մնաց, կոֆեն շուտ-շուտ խմենք։ Որպես նոր բաժակ, նաև շատ հարմար է, այս իր պռունգը, դե հենց ասած էլի, այս վերևի մասին պռունգ ենք ասում, ընդհանրապես ամեն մի բաժակ ընտրելիս պետք է հաշվի առնենք բաժակի այս վերևի մասը, որ մասով որ մենք արդեն խմում ենք տվյալ բանը, դա կապ չունի, ջուր, կոֆե, թելե, կամպոտ, պետք է անպայման այդ նուրբ հարցը հաշվի առնենք ու շատ հարմար ընտրություն եմ կատարել, սիրելի հետևորդներ ջան, և հաճույքով կվայելեմ իմ կոֆեն այս իմ թազա բաժակիցը։ Արագի մեջ այս անգամ, քանի որ համ թես դրուժվով գործ են անում ձենը տիկալ, համ էլ դե որ գործից գալիս եմ, արդեն գիտեք, այդ պահերին ինչքան շատ գործերս ավելի աշատելում, ուզում եմ ամեն բան հասցնեմ ավարտին։ Այս ժելետորտը շատ քաղցր չեմ անում ու կոֆեի հետ շատ հաճույքով է վայելվում։ Շատերդ եք հիշում, որ առաջվա ընկլոտներում ավելի երկար էի այստեղ նստում իմ քոթուկների մոտ, ավելի հաճախակի էի ներկայացնում այս կողմից, բայց գնալով դե գիտեք էլի գործերը շտանում է, հավերա, ճուտերա, դե մեղուներն են, հետո բաղ ու բաղ չենա, նաև արդեն որ աշխատում եմ,
արդեն իմ գրաֆիկը ուրիշ ձևի դասավորվեց, այդ պատճառով էլ այս կողմում չեմ կարողացել երկար նստել, հետո եղան ակնել սաղ ամառը տե հակել էդ ինչքան մի ուրիշ ձևի շոք էր, Սիման պոչը ցիցարած եկավ, հա այդ տղա, ես խռով եմ Սիմայի հետ, հա, դե քանի որ եկավ այս պահին, նաև ասեմ, որ արդեն իր անումը վիրակալել, իր անումը չեմ փոխի, քանի որ ինքը տղայա, էդ էլ աղջկա անումը, իր անումը էլ պետք չի որ փոխեմ, հենց Սիմա եմ ասում, ինձ ամտիկ անում, ինչ որտեղ էլ գլխի այլել, որ ես իրանից խռով եմ, գալիս ա կողքովս անցկենում, այդքան էլ գալիս չի կսմսվում։ Մի տի հոտոտում ատի մի հատ աթոր կադրած, ուզմագ այդ փակուկ տեղը նստի։ Սիմա, արի բարիշենք, հա։ Դե մենք կբարիշենք, սիրել հետևորդներ ջան, կոֆես խմեմ, ավարտին հասցնեմ, այս համովություններից էլ օգտվեմ, դուք էլ իհարկե ձերը վայելեք ու օգտվեք ձեր համովություններից, որից հետո անց կկենամ գործերը շատ են, ու բոլորը կիսատ ամնացել։ Ամփուշ մոշնել, որ ստի կախվելա, էտ էլ ամշակելու, էտ էլ պետք անպայման, հին ճղկները կտրեմ, որ չխանգարի իրան։ Նենց որ ասում եմ գործերը շատ ա, նաև ես էլ եմ ուզում անեմ, բացի այն ծաղիկների չորացած սերմերը կտրելը, սրանից էլ ահագին ճղկներ կա, որ պետք է կտրեմ, բայց թե ինչքան էլ ուզում ա գործը շատ էլի, միշտ էլ ասում ենք, դե լավ է, մի հատ նստենք, մի քիչ հանգիստ, մի քիչ երկար, հետո գործը կանենք, գործը չի փախչի։ Ու իսկապես գործը չի փախչի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ իմ վլոգը այս անգամ սենց սպասողական, որ հա արևը դուրս կգա, եղանակը տաք կլի, ես էլ հավեսով ստի երկար կնստիմ, դե հին ճամփապահելով արևի դուրս գալուն, վերջը ռգնաթեմելա, ցուրտա ու լավն է նա, որ այս պահին քամի չկա, դե ժակետս էլ որ հագել եմ, ընդհանրապես այս կողմից միշտ քամին սենց ավելի ուժեղ ա գալիս էլի, այդ պատճառով էլ այս պահին նստի շատ երկար, կարալ չեմ նստի, ինչքան էլ որ սիրտս ուզում ա, հա սիրտասի ասեմ, որ էլ ախլը սրտախաղաղ էլանք էլի, ես էլ դուք էլ որ եկաստի նստեցի, հա Սիմա, գնա։ Ինքան խելացի ա, զգում ա երևի իր ազգայարաններով, որ ես իրան սեր ու ջերմություն չեմ փոխանցում, այսինքն խռով եմ իրանից, դրամա իրան սենց հեռու ա պխում, սիրել հետևորդներ ջան։ Արդեն որ ես Ռիգվա վաղտերն ա գալի, հարևան լիսել են գործից տուն գալի, զբաղվածությունը շատ ալում, սաղն էլ ինպես, որ գալիս են տուն արդեն էլ մտիկ չեն անում էլի, գործի տեղիցով բեզարած են եկել թե չէ, համ էլ անց են կենում տուն ու դրան գործերին, ինչպես որ ես։ Եկել եմ տուն ու որոշ ժամանակ անցել, քանի որ այդ դրուժբով որ փետ էին կտորում ուղղակի այլևս անտանելի էր, այդ ձայնի տակ մնալ կամ գործ անել, առավել ևս զրուցել ձեր հետ։ Մոտ մի ժամ անցել ա, սիրելի հետևորդներ ջան, արդեն խաղաղությունն ընկել ա, ոնց ասած։ Ասում եմ, ես էլ որ փետ բերեմ, ես էլ դե պետք է արդեն այդ գործիքով մանրացնենք, չէ։ Տենաս ես ում գլխացավի պատճառն եմ դառնալու։ Այս յուղաթուղթը տաթևից բերած յուղաթուղթն ա ու լրիվ տարբերվում ա, իր որակով սա եմ ուզում թռել, քանի որ գազօջախի ջեռոցում եմ ուզում թխել, սիրել հետևորդներ ջան, ու քանի որ այս խնորը շուտ էի վերցրել, մտածելով որ տաթևից համար էլ կթխեմ, ու չեմ ուզում էլի մի մասը թողնեմ, ուզում եմ մի անգամից թխեմ գնալ, քանի որ ինքան համով ա լինում, անմիջապես վերջանում է, ու արդեն կտրեմ խմորը, ձախ ձեռքով, այսպես, հնարավորինս հավասարությունը պահեմ,
Խմորը շատ լավ խմոր է։ Եթե ասենք մի հատ նանեի, մի հատը թողայի, կամ ասենք 3 հատ նանեի այրոգրիլում, չուզեցի էլ այդ ձևով անել, չեմ ուզում, որ խմորը հնացնեմ։ Մեկ կամ միշտ էլ խանութներում լինում է, շուտ-շուտ ստանում են։ Ու չեմ ուզում անտեղի հնացնել։ Իսկ թեխի տաթևից համար չթխեցի, քանի որ, սիրելի հետևորդներ ջան, ժամանակ չկար, ուղղակի ժամանակի խնդիր էր։ Եվ արդեն պանիրը, որ արդեն քերել եմ, ասեմ, որ Կալինինոյի պանիրն է, նման է տնական պանիրի, թեթև աղյություն ունի, ու սա իմ սիրելի պանիրն է։ Ու սրանից եմ այստեղ լցնելու։ Ոյ, դեռևս այդ ձայնը, կարելի ասել գլխիս մեջ է, փորձեմ հնարավորինս այդ պահից էլ դուրս գամ։ Ձուն ամենավերջում կկոտրեմ։ Ու քանի որ արդեն պատրաստ է, տեղափոխեմ այստեղ։ Սենյակը լավ տաքացել է ջեռոցից։ Բայց ես էլի իմ ժակետը հագս եմ պահում։ Չողկալներն են հիմա էլ սկսել։ Բացում է, արդեն լավ ինքը հետ է եկել, լավ սենյակային ջերմաստիճանի տակ է հայտնվել, խմորը ուղղակի խաղում է մատներիս մեջ, դա իմ սիրելի արտահայտությունն է, Եվ նույն ձևով շարունակեմ։ Ահա, ոչ մեկը չի կպել, ինչպես որ այս մեկը, քանի որ տաք վիճակում էլի շատ համով է լինում, հասցրել եմ 2 հատը ճաշակել, այդ պահին քունջութը ավելի բուրեղ է լինում, ավելի հոտը սուր է լինում, համը յուրահատուկ է լինում, բայց սառը վիճակով էլի շատ տարբերվող համ է ձեռք բերում, եթե դուր է գալի կփորձեք, ես հասա իմ նպատակին, իմ նորը սկուտեղը այս ձևով շնորհավորեցի, սիրելի հետևորդներ ջան, ահա,
ու քաղցրացրի, ճիշտ է ինքը խաչապուրի է, բայց ամեն դեպքում այս գործողությունը քաղցր գործողություն եմ համարում, կարող ենք տարբեր ձևի խմորեղեններ թխել ու այս տիպի սկուտեղների մեջ դասավորել, նաև կոնֆետներ, նաև մրգեր, սալատներ, մի խոսքով այս սկուտեղը ունիվերսալ է համարվում ու տարբեր նպատակներով կարանք օգտագործենք։ Այսօր իմ վլոգը, որ նստեցի այդտեղ, ոչ այնքան արևոտ եղանակին, գիտեմ, որ շատերդ էիք սպասում, այդ կողմում նստեմ, դուք էլ տեսնեք, վայելեք, ձեզ էլ պատկերացնեք իմ կողքին, որ անչափ հաճելի կլինի, եթե որևէ մեկդ ինձ հյուր գաք, ինչքան էլ ցուրտ էր, ամեն դեպքում ես իմ ուզածին հասա ամեն ձևով, սիրելի հետևորդներ ջան։ Այսքանը ավարտեմ վլոգս և քանի որ ես հասա իմ մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Բարի գիշեր բոլորիդ։